հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կար, որ պետք է հաղթահարեի ես, եւ երեխայի հետ կապված, եւ իմ վախերը վնասվածք ստանալու։ Այդ շրջանում ձեր նախկին ամուսինը ձեզ հավատում էր։ Չէ, երևի, այդ ընթացքում աջակցություն այդպես չեմ ստացել։ Մելինե Դալուզյան, կարծեմ Հայաստանում չէ, ինչ հարաբերություններ ունեք իր հետ։ Մելինե Դալուզյանի հետ մենք արդեն երկար ժամանակ չենք շփվում։ Իր անձնական կյանքի հետ կապված, երբ որ ես իմացա իր մասին, ես խնդրել եմ, որ ընդհանրապես չխոսի, չհանրայնացնի, հատկապես երիտասարդ սերնդի մոտ։ Լինում են այդպիսի իրավիճակներ, երբ ձեր տղայի հետ հարաբերություններում զգում եք, որ նաև այստեղ պապայի դերակատարումն եք անում։ Նույնիսկ երբ որ պետք է մայրական աջակցություն այդ բան ես կարող է շատ սառը լինեմ, խիստ լինեմ։ Կանեք փորձում են արհեստականորեն ավելի թույլ լինել, որպեսզի իրենց կողքի տղամարդը ավելի ուժեղ, դոմինանտ լինի։ Այո, ես անցել եմ դրա միջով ու հասկացել եմ, որ այդպես պետք է չլինի։ Սկանդալ բարձրացավ, որ դուք Թուրքիայի օժներքի ժամանակ կքանստած եք մնացել։ Դա միտումնավոր արված չէր։ Այդ երեխան, այո, թեկուզ եւ թուրք էր, բայց անցել է շատ դժվար ճանապարհ եւ հաղթել է։ Ինչու որոշեցիք մասնակցել երկու աստղին։ Ես երբեք այս հաղորդումը չկարողացա անցալել որպես մրցույթ։ 96.3 FM-ի ոդքասթային եթեր։